Իսրայելը սաստկացնում է հարձակումների ալիքը Լիբանանի ամբողջ տարածքում։ Լուսաբացին 20 մարդ զոհվել է, 26-ը վիրավորվել։ Մայրաքաղաքն է հարվածների տակ եղել։ Ավիահարվածներից Բեյրութի կենտրոնում 2 բնակարան է այրվել։ Լիբանանցիների խոսքով հարվածներից առաջ Իսրայելը տարհանման նախազգուշացում չի տվել։ Պաշտոնական Թել Ավիվը պնդում է, իր թիրախում միայն Իրանի աջակցությունը վայելող Հեզբոլլահն է։ Օր-օրի սրվող Իսրայել-Հեզբոլլահ հակամարտությունը Լիբանանում հումանիտար ճգնաժամի պատճառ է դարձել։ Ահազանգում են Լիբանանի մարդասիրական կազմակերպությունները։ Մարտի 2-ից ցահալի հարձակումների պատճառով Լիբանանում ավելի քան 570 զոհ կա։ 700,000 մարդ տեղահանվել է։ Հեզբոլլահի հարվածներից Թել Ավիվը միայն 2 զոհված զինվորի ու մի քանի վիրավորի մասին է հայտնել։ Իսրայել-Հեզբոլլահ հերթական բախումն սկսվեց փետրվարի 28-ին։ Իրանին ամերիկա-իսրայելական հարվածների առաջին օրը, երբ սպանվեց Ալի Խամենեին։ Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի սպանության համար վրեժ լուծելու նպատակով Հեզբոլլահը հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ։ Լիբանանն ակտիվ հրթիռակոծելով Թել Ավիվը մի քանի նպատակ է փորձում իրագործել։ Պնդում են Մերձավոր Արևելքի հարցերով փորձագետները։ Նախ հասկացնել Իրանին, որ պատրաստ է ռազմական գործողությունների մի քանի ճակատով, ապա վախի մթնոլորտ տարածելով տրամադրել լիբանանցիներին Հեզբոլլահի դեմ եւ վերջապես առիթից օգտվելով բարենպաստ դիրքեր գրավել Լիբանանի հարավում, ընդլայնելով բուֆերային գոտին։ Մարիամ Ամիրջանյան, Գագիկ Տեր-Ղազարյան, Հայլուր։